Փիլիպպեցիների 3:20 Բայց մեր քաղաքականությունը երկնքումն է, որտեղից էլ սպասում ենք մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգ է մեր խոնար մարմինը իր փառավոր մարմնին կերպարանակից լինելու այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Ուրեմն մեր քաղաքականությունը, մեր կենցաղավարությունը, մեր ապրելակերպը, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք այս աշխարհից չենք։ Դուք ընդունում եք սա։ Քույրիկներ, մենք այս աշխարհից ենք։ Չէ։ Եղբայրներ, մենք այս աշխարհից ենք։ Դուք Աստծո ժողովուրդ եք, դուք երկնքի քաղաքացիներ եք։ Երկնքի քաղաքացիներ։ Ժամանակավոր ենք այստեղ։ Հյուր ենք, իսկ մեր պաշտոնի մեջ մտնում է նաև ներկայացնել մարդկանց երկինքը։ Քաղաքականությունը երկնքի, կենցաղավարությունը, որովհետեւ մեզ տեսնելով զարմանան մարդիկ մեր ապրելակերպը, մեր շարժուձևը, մեր նիստուկացը։ Սեներ, ես հասկանում եմ, որ դուք երիտասարդ եք։ Ոմանք նոր քայլեր են անում հավատքի մեջ, ոմանց մեջ հələ աճ չկա հոգևոր, ինչի համար, որտեվ երկու ոտքի վրա կաղում են, բայց ինչքան մնանք այդպես, հա սերներ, մնանք այդպես, հա? Չէ, մենք կոչված ենք լինելու երկրի վրա թագավորի ներկայացուցիչը, մեր կենցաղավարությունը, մեր ապրելակերպը պիտի խոսի այդ մասին։ Հնարավոր է, որ մենք այս վերջերս ով էր եղբայրներից մեկը հենց այդպես ասեց, ինչքան հիշում եմ անցած ուրբաթ օրներ, պաշտամունքի ժամանակ մեր վաղինակ եղբայրն ասեց, որ ապաշխարեցի, ես մտածում էի, որ որտեղ նստեմ պիտի խոսեմ, ավետարան խոսեմ, Տեր Հիսուսից խոսեմ, բայց մեկ եկավ մի բան, որ հասկացա մի բան, որ ես ճիշտ է, ես խոսում եմ, բայց իմ կյանքը չի համապատասխանում դրան։ Այսինքն կենցաղավարության մեջ հիմնականում մտնում է ապրելակերպը, խոսքը չէ։ Կարող է մենք խոսքերով շատ լավ բաներ ասենք, բայց մարդիկ նայում են ավելի շատ մեր ապրելակերպին։ Օրինակ տեսեք Սաղմոսներում 73 Սաղմոսի մեջ Ասապ անունով Աստծո մարդ կար։ Հոգևոր ազնվորություն, Աստծո ծառա, հոգևոր դաշտի մեջ մեծ ծառայություն ուներ, բայց ասում է մի օր այդպես թույլ գտնվեցի ու սկսեցի նայել շուրջս։ Տեսնում եմ աշխարհիկ մարդիկ ոչ հավատում են Աստծուն, ոչ ընդունում են Աստծո գոյությունը։ Անգամ Աստծո հասեին էլ անարգալից խոսքեր են ասում, բայց շատ լավ ապրում են, շատ լավ։ Չեն հիվանդանում, մեռնելուց էլ ցավ չունեն։ Ու ասում է, ես իմ մեջ ասեցի, Ասապ, խելքը գցել ես, ինչ հավատք, ինչ աստվածապաշտություն, ինչ հոգևոր կյանք, ինչ ապաշխարություն, մարդավարի ապրելի գնա, իզուր տեղը ծոմ ես պահում, հալածանք ես կրում, թուքումուր ես ուտում, հարազատները հեռացել են քեզանից, մեզ հետ այդպես եղել, սերներ։ Մենք որ ապաշխարեցինք մեր բոլոր հարազատությունը մեզնից երես թեքեց։ Բոլորը, պատկերացրեք, մինչև այդ մեր տանը ամեն օր քեֆ էր։ Պապաս քեֆ անելու էր, սերունդներ, ես ասեմ ձեզ, որ ուրիշները իրենց տան համար գույք էին առնում։ Պապաս,
այդ շտոպներ կա, եղբայրները կամ 5 լիտրանոց, մեկ էլ 20 լիտրանոց կար, օղիները մեր կառավատների տակներ, քեֆ էին անում ամեն օր։ Լիքն էին մեր տանը, բայց որ ապաշխարեցինք, լրիվ ձեռք հաշեցին, հոր եղբայրս մեր դուրը բացեց, ներս չմտավ, շեմքի վրա թքեց, ասեց ես թքում եմ ձեր վրա, աղբեր չունեմ, մեռած ես ինձ համար, հավատացյալ ես դարձել, եւ այդ բոլոր հարազատները մեր մայրս որ մահացել էր, ես հոգնած դες պարկել էի, բայց լսում եմ մեր հարազատների խոսակցություն, ասում են, այս խեղճ սրանք դարձան հավատացյալ, այս խեղճ կնգանտես չկայնեցին, մեռավ։ Այդ էս բաներ էին ասում։ Բայց ցեներ ես իմ մեջ կենթանի հույս ունեի, կենթանի հույս։ Ես հասկանում էի, որ մենք Աստծո ձեռքերի մեջ ենք, որ մամաս, որ վերցվել է, դա Տիրոջ իմացությամբ է վերցվել, եւ մենք մեր մեջ համաձայնություն կար։ Մենք խռով չենք եղել Աստծուց։ Հիմա ես ինչի ասեցի ձեզ, որ մենք կանչված ենք ոչ թե նորից աշխարհին նայելու, այ Ասափը նայեց ու հենց սկզբից գրում է, քիչ էր մնացել, որ խորտակվեի, այսինքն հավատքի ծննեի, հավատքի ծննելը դուք արդեն հասկանում եք, ընկնել սատանայի ծերը ու դժոխք։ Բայց ասում է, ինչ լավ եղավ, որ վերջում հասկացա, որ ախր ես հոգևոր մարդ եմ, ես պիտի մտնեմ աղոթքի սրբանը, պիտի մտնեմ, Սուրբ Գիրքը պիտի բացեմ։ Ասում եմ, ինչե որ մտա Աստծո սրբության տեղը եւ ճշմարտությունը իմացա։ Ճշմարտությունը ո՞րն է, հսիեներ։ Ճշմարտությունը, որ հավիտենական կյանք ունես դու, սիրելի եղբայր եւ քույր, որ հավատացել ես Աստծո որդու անվանը։ Քո անունը կյանքի գրքում գրանցված է։ Դու երկնքի քաղաքացի ես։ Երկրի վրա ժամանակավոր ես, հյուր ես։ Պատգամավոր ես այստեղ։ Ներկայացուցիչ ես Աստծո։ Եվ այս նույն համարի մի համար հետ 18 համարից եմ կարդում, Պողոս առաքյալն ասում է, շատերն են գնում, շատերն են հավատքի մեջ, որոնց համար շատ անգամ ասում է ձեզ, եւ հիմա այլ լացով եմ ասում, Քրիստոսի խաչի թշնամիները։ Ովքեր են։ Այդ հավատացյալները ովքեր են, որոնք համարվում են Քրիստոսի խաչի թշնամիներ, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստվածը իրենց որովայնն է, որոնց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկրավոր բաներ են մտածում։ Շարունակությունը արդեն բովանդակությունը փոխվում է արդեն, ասում է, սա այն հավատացյալներն են, ովքեր աշխարհասեր են, մարմնասեր են, եսասեր են, ասում է իրենց համար ամենակարևորը էս երկրավոր կյանքի մեջ լավ ապրեն, հաջող լինեն, գործերը հաջող լինի, բիզնեսները ավելացնեն։ Ես ասել եմ, ելի եմ ասում, եղբայրներ, քույրերի մեջ չգիտեմ բիզնեսմեններ կան թե չէ, բայց եղբայրներ ձեր բիզնեսը մի կավելացնի, կոկորտներիդ դանակ դրեք, ինչ եք անում, հա, ինչ եք անում։ Ոչ մեկս ուժեղ չենք, որ այդ գայթակղություններին դիմանանք։ Ես մարդ գիտեմ, անցած օրը զանգել է ինձ, պաշտամունքները չեն գալիս։ Բայց ասում եք, կամ աղոթենք, մեզ համար ուզում ենք գնանք Դուբայ։ Հարցնում եմ, ինչ ես գնում Դուբայ հանգստանալու, ասում եմ, հանգստանալու ես դու։ Չի հանգստանա։ Հասկանում եք, եթե մարդը հավատք եկած մարդը Քրիստոսի մեջ չի հանգստանում, ոչ միտեղ չի հանգստանա։ Սեր ավետարանը քարոզում է դրա համար, որովհետեւ մենք ճշտենք մեր դիրքը, մեր պահվածքը։ Իսկ երկնային քաղաքացին պիտի տեսիլք ունենա այս երկրի մեջ։ Իր պահվածքը նպատակակետը միշտ առջևում լինի։ Եվ խորհուրդները ես հիմա մի երկու համար
կարդամ ցես համար, ուրեմն ովքեր թուղթուկը գրիչ ունեն, գրեք, մի կապսոսա, շատերը հարցում են, ասում են, այդ քո գիրքն չի այտենց հաստ։ Սաղ էջերի մեջ բանա դրած, թղթեր, որտեվ գրում են, գրեք դուք էլ, գրեք, դուք այդքան հիշողությունից ուժեղ չեք, որ անընդհատ Աստծո խոսքը հիշեք, գրեք, որպեսզի ունենաք ձեր մեջ։ Կողոսացիների առաջի 3-րդ գլխի առաջի եւ մինչեւ 3-րդ համարն եմ կարդում։ Եթե Քրիստոսի հետ հարություն եք առել, ապա վերինները խնդրեցեք։ Վերինները, որտեղ Քրիստոսն է նստում, Աստծո աջ կողմը, վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները, որտեղ դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Բայց երբ որ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Այս համարի մեջ էլ ասում էր, որ երբ որ որին մենք սպասում ենք, ում Քրիստոսին, մեր փրկչին, որը նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի իր փառավոր մարմնին կերպանակից լինի այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Ուրեմն մեզ համար սա մեծ հույս է, մեր սպասելիքը սա պիտի լինի, սիրելի երիտասարդներ, թույլ մի գտնվի, խնդրում եմ ձեզ, թույլ մի գտնվի, մի թողնի, որ ձեր ժամանակը գողանան, ձեր ուշադրությունը շեղեն, ինչպես Ասապինը մի պահ շեղվեց, և այդ մի պահ պատկերացրեք, որ շատ թանկ էր նստելու իր վրա, որ ասեց իզուր եմ իմ անձը մաքրում, իզուր եմ հավատացյալ դարձել։ Եվս մի համարել հոգևոր մարդը երկնքի քաղաքացին պիտի նաև հոշտված լինի երկնային իմաստությամբ, աստվածային իմաստությամբ։ Հակոբոս Առաքյանն ասում է, որ իմաստությունից պակաս է, թող խնդրե Աստծուն եւ Աստված առատապես կտա նրան։ 3-րդ գլխի 17 համարն եմ կարդում Հակոբոս։ Բայց վերին իմաստությունը, եթե մեր քաղաքականությունը երկնքից է, վերևից է, մեր կենցաղավարությունը, ուրեմն մենք այստեղ ապրելու ենք ինչով, վերին իմաստությամբ, վերին իմաստության նշանները, ուշադիր եղեք։ Նախ եւ առաջ սուրբ է, հետո խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասեր, անկեղծ եւ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում։ Ուրեմն վերին իմաստությամբ երկնքի քաղաքացի ես, սիրելի երիտասարդ եղբայր եւ քույր, քեզ որպես նշան դու ստուգի ինքդ քեզ։ Սեներ, մենք գործ չունենք ուրիշների հետ, ամեն մեկս մեր մատը ուղենք մեզ, մենք ստուգենք, ես այսպիսին եմ, իմ մեջ այս որակները կան։ Եվ սա համոզված եմ, որ երբ որ մենք առանձին լինենք, կանգնենք աղոթքի ու աղոթենք այս ուղղությամբ, հաստատ Տերը ցույց կտա մեզ, բաց կանի մեզ։ Եվ նաև ասեմ ձեզ, որ ես այստեղ այդպես ընդգծել եմ 3 կետեր, որը հատուկ է երկնքի քաղաքացիներին, մեր կենցաղավարությանը, մեր ապրելակերպին։ Առաջինը, որ մեր մեջ սա պիտի լինի Քրիստոսին շահեմ, Քրիստոսին։ Իշ մեկ էլ եմ ասես այս ուղղությամբ, մենք փրկությունը ստացել ենք ծրի, սա պարգև է, սա մեր գործերի, մեր արարքների հետ հեչ կապ չունի, Աստված ծրիաբար շնորհել է մեզ փրկություն, բայց Քրիստոսին շահելու համար արդեն մենք այստեղ շատ մեծ մեր հիմնական գործը սա է, Քրիստոսին շահենք։ Պողոս Առաքյալը գրում է այդ մասին Ֆիլիպեցիների 3-րդ գլխի ուրեմն 7 համարից, որ ինչ շահեր, այն վնաս համարեցի Քրիստոսին համար եւ ամեն բանն էլ վնաս եմ համարում,
իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի, աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ, նրանում գտնվեմ, ոչ թե իմ արդարություն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիսն է։ Ուրեմն Քրիստոսին շահելու համար մենք անելիքներ ունենք սեներ։ Եվ սա շատ խիստ կարևոր, շատ մեծ կարևորություն ունի մեր հոգևոր ընթացքի մեջ, որովհետեւ մեր հոգևոր կյանքը առողջ լինի, որովհետեւ մենք հոգևորապես աճենք, որովհետեւ մեզ համար Տիրոջ առաջ գալը, Տիրոջ պաշտամունքին մասնակցել ախորժելի լինի, սրանից է կախված Քրիստոսին շահելու համար քայլ պիտի անենք, ջանք պիտի անենք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Մյուս կետը ուրեմն շահելուց հետո ես ինչ եմ անում, ապրելու եմ Աստծո որդու հավատքով, ուրեմն Գաղատացիների երկրորդ գլխից եմ կարդում 19-20 համարները, որտեղ ես օրենքով մեռա օրենքին, որովհետեւ ապրեմ Աստծուն, ես Քրիստոսի հետ խաչված եմ եւ կենթանի եմ այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենթանի ինձանում եւ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքով եմ կենթանի, այսինքն Աստծո որդու հավատքով եմ ապրում, որը ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ Ուրեմն ես ապրում եմ Աստծո որդու հավատքով, ինչի համար, որովհետեւ ինքն է իմ կյանքը զոհել ինձ համար։ Սա զուտ անձնական է, հիշեք, զուտ անձնական, ամեն անձ այստեղ կարող է արտասանել, ասել ես խոսքերը եւ ես խոսքերի զորության ու իշխանության տակ մտնել, ես խոսքերի հովանու տակ մտնել։ Եվ վերջինը, որ ուզում եմ ասել, ճանաչել, իմանալ Աստծո նախասահմանության մասին, Աստված ինչ նախասահմանություն ունի մեզ համար, որն է, որ մեզ իր որդու պատկերին կերպարանակից անի։ Հիշում եմ, ես վերջերս եղբայրներից մեկը ասեց, որ հայրը մեզ բոլորիս սիրում է իր որդու պես։ Պատկերացնում եք, հայրը մեզ բոլորիս սիրում է իր որդի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պես, բոլորիս անաչառ ձևով։ Սա միթե մեզ համար ուրախություն բռնելու տեղ չէ, հա սեներ։